Բարերեկո հորիզոնը շարունակում է աշխատանքը։ Տեղի ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ զրուցակիցները քննարկել են Հայաստան-Միացյալ Նահանգներ ռազմավարական գործընկերությանը, ինչպես նաև տարածաշրջանային օրակարգին վերաբերող հարցեր։ Վարչապետը պետքարտուղարին ներկայացրել է այն բանակցային գործընթացները, որոնց արդյունքում հնարավոր է դարձել Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախագծի համաձայնեցումը։ Վարչապետն ընդգծել է, որ համաձայնագրի նախագիծը սպասում է ստորագրման։ Զրուցակիցները պայմանավորվել են շարունակել Հայաստան-Միացյալ Նահանգներ բարձր մակարդակի շփումները։ Միացյալ Նահանգների պետքարտուղարության մամուլի խոսնակ Թեմի Բրյուսի անունից հաղորդագրություն է տարածվել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հեռախոսազրույցի մասին։ Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը քննարկել են ընդհանուր շահերը որպես ռազմավարական գործընկերներ։ Պետքարտուղարը ողջունել է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ համաձայնությունը եւ ընդգծել է կայուն խաղաղության կարեւորությունը տարածաշրջանային հակամարտությունների ցիկլը կոտրելու եւ Հարավային Կովկասում անվտանգություն եւ բարգավաճում ապահովելու համար։ Պետքարտուղարն ու վարչապետը համակարծիք են եղել, որ Հարավային Կովկասում էսկալացիայի ցանկացած դրսևորում անընդունելի է, ասված է հաղորդագրության մեջ։ Ազգային ժողովի այսօրվա վերջին նիստում տեղի է ունեցել կառավարության հետ հարց ու պատասխանը։ Հարցերի մեծ մասին պատասխանել է վարչապետը։ Դրանք վերաբերել են վերջին քաղաքական զարգացումներին, այդ թվում խաղաղության պայմանագրի մասով հայկական կողմի գործողություններին, ադրբեջանական կողմի ապատեղեկատվություններին, նաև Միացյալ Նահանգների պետքարտուղարի հետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցին։ Հարցս մասնավորապես վերաբերում է երեք տեղի ունեցած խոսակցությանը վարչապետ ձեր եւ պետքարտուղարի Միացյալ Նահանգների պետքարտուղարի միջև, որտեղ որ ամերիկյան կողմի հայտարարության մեջ նաեւ երևաց այն ուրեմն նվիրվածությունը, որը կա ռազմավարական գործընկերության կոնտեքստում, որովհետեւ կար այն վախը կամ թերհավատությունը, որ ռազմավարության կանոնադրությունը վավերացվել է հեռացող վարչակազմի հետ եւ այն կարող է նույնչափ կարեւոր չլինել նոր ընտրված վարչակազմի համար։ Հեռախոսազրույցի ըստ էության առաջին արձանագրումը մեր երկրների միջև ռազմավարական գործընկերության նկատմամբ վերաբերմունքի հետաքրքրության վերահաստատումներ եւ արձանագրումը, որ այդ օրակարգը շարունակում է նույնքան հրատապ լինել գործող վարչակազմի համար Միացյալ Նահանգների եւ մեր դեպքում էլ բնականաբար այդ նույն արձանագրումը կար եւ իհարկե երկրորդ հատվածը կամ թեման խոսակցության տարածաշրջանային իրավիճակն է եղել եւ մասնավորապես խաղաղության գործընթացը եւ Միացյալ Նահանգների պետքարտուղարը նույնպես այդ արձանագրումը արեց, որ կարևոր փուլ է խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ համաձայնության գալը եւ նախագծի համաձայնեցման վերաբերյալ բանակցությունները այդպիսով հաջողությամբ ավարտելը եւ երկուսն այն կարծիքին էինք, որ այս արդյունքը չպետք է կորսվի եւ խաղաղության համաձայնագիրը հնարավորինս արագ պետք է ստորագրվի եւ վավերացվի, այսինքն ուժի մեջ մտնի երկու երկրներում։ Ընդհանուր առմամբ սա թերևս այս բովանդակությունը նաև արտահայտված է հաղորդագրություններում, իհարկե նաև փոխադարձաբար կարևորել ենք եւ արձանագրել ենք, որ առավել եւս այս միջավայրում որևէ էսկալացիա մեր տարածաշրջանում չի կարող տեղի ունենալ եւ պայմանավորվել ենք, որ կշարունակենք բարձր մակարդակի շփումները Հայաստանի եւ Միացյալ Նահանգների միջև։ Ինչ գործողությունների ծրագիր է մշակել Հայաստանի Հանրապետության կառավարությունը գերիների վերադարձի ուղղությամբ։ Այն գործիքակազմերը, որոնք նախկինում մենք կիրառել ենք, այսօր էլ շարունակում ենք կիրառել եւ ապագայում էլ պիտի կիրառենք, դա շատ կարեւոր հարց է, որը մեզ անհանգստացնում է, որպես հումանիտար հարց, որպես քաղաքական հարց, որպես կարևոր
թեմա տարածաշրջանում կայունություն եւ խաղաղություն հաստատելու վերաբերյալ այն խաղաղությունը, որի ճանապարհով մենք գնում ենք, գերիների հարցի լուծման ամենաէֆեկտիվ ճանապարհն է։ Պարզապես ավելի էֆեկտիվ ճանապարհ գոյություն չունի եւ մեր ընկալումը համապարփակ է եւ ամբողջական։ Ես կխնդրեմ մեկնաբանեիք մեր հասարակության համար Հայաստանի Հանրապետության արձագանքը ինչու է ասիմետրիկ Ադրբեջանի ապակառուցողական դիրքավորմանը։ Սիմետրիկ թե ասիմետրիկ իրադրության առանձնահատկությունը հետևյալում է, որ մենք որդեգրել ենք ռազմավարություն եւ գնում ենք այդ ռազմավարությամբ։ Մեզ համար ակնհայտ է, որ թե Հայաստանի ներսում, թե Հայաստանից դուրս կան process-ներ եւ կան ցանկություններ եւ կան պլաններ Հայաստանի Հանրապետությանը եւ Հայաստանի Հանրապետության կառավարությանը դուրս բերել այդ ռազմավարությանը հետևելու եւ այդ ռազմավարությունը շարունակելու ուղեգծից եւ մեր բոլոր գործողությունները պետք է կարդալ այս տրամաբանությամբ։ Այսինքն մենք որդեգրել ենք ռազմավարություն եւ գնում ենք այդ ռազմավարական ճանապարհով։ Այդ ընթացքում մնացած ամեն ինչը մենք դիտարկում ենք այս դիտանկյունից եւ այս ռազմավարության ֆոնին եւ իհարկե չենք կարող չնկատել ամենատարբեր գործոններ, բայց նաեւ այս ռազմավարական տրամաբանության մեջ են մեր արձագանքները։ Արդյոք մենք սկսել ենք հաղորդակցությունը խաղաղության պայմանագրի ստորագրման վայրի օրվա հետ կապված այս առումով ունենք առաջընթաց թե ոչ։ Ադրբեջանին առաջարկել ենք սկսել խորհրդակցությունները եւ իհարկե նաեւ հրապարակային առաջարկություններ զուգորդուն ենք նաեւ դիվանագիտական խողովակներով առաջարկներով եւ ինչ որ աշխատանք է գնում լավ ժանր չէ եւ լավ չէ դիվանագիտական աշխատանքի մասին պատմել, որովհետև երբ որ այդ աշխատանքը արդյունավետ կլինի, արդյունք կբերի, այդ արդյունքը կտեսնեն բոլորը։ Ինչ վերաբերում է ընդհանրապես, գիտեք, ես չի ուզենա խորքային բնորոշումներ տալ, որովհետև այն ինչ որ ունենք արձանագրած որպես առաջընթաց եւ հաջողություն, այդ ամեն ինչի մասին մենք բոլորը գիտեն։ Այն ինչ որ դեռևս չի հաջողվել լուծել, դրա մասին էլ բոլորը գիտեն եւ հետեւաբար կոնկրետության մեջ մնալու համար ինչ որ կոնկրետ ունենք, այն ինչ որ դեռևս կոնկրետ չունենք, չենք բացառում, որ հաջորդ պահին կունենանք, բայց չեմ բացառում, որ հաջորդ պահին էլ չենք ունենա։ Այնպես որ վաղաժամ գնահատականներ այդքան էլ ճիշտ չեն։ Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը երեկ ընդունել է Իրանի արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի գլխավորած պատվիրակությանը։ Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Իրան երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր։ Հանդիպմանն անդրադարձ է կատարվել տարածաշրջանային անվտանգային զարգացումներին ու մարտահրավերներին։ Սեյեդ Աբբաս Արաղչին նշել է, որ Իրանը դեմ է տարածաշրջանի միջազգայինորեն ճանաչված սահմանների ցանկացած փոփոխության։ Զրուցակիցները երկուստեք վերահաստատել են տարածաշրջանում խաղաղության եւ կայունության պահպանման հրամայականը։ Հրապարակվել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հարցազրույցը մայրաքաղաք Բրազիլիայում հրապարակվող հիմնական օրաթերթերից մեկին, որը նախարար Միրզոյանը տվել էր Բրազիլ պաշտոնական այցի շրջանակներում։ Լրագրողը նախարարից հետաքրքրվել է հայ-ադրբեջանական բանակցությունների մասին ու հարց տվել, թե արդյոք վտանգված է խաղաղության պայմանագիրը։ Ես կարող եմ վստահեցնել ողջ աշխարհին եւ Ադրբեջանին, որ Հայաստանը լիովին հավատարիմ է խաղաղության օրակարգին։ Մենք ոչ մտադրություն ունենք, ոչ պատճառ, ոչ էլ դրդապատճառ նոր պատերազմ մեկնարկելու կամ իրավիճակը սրելու համար։ Կա դրական լուր բանակցությունների ավարտը եւ խաղաղության պայմանագրի նախագծի պատրաստ լինելը, սակայն կա նաեւ մտահոգիչ լուր։ Այո, խաղաղությունը ելնելով այն ամենից, ինչ մենք լսում ենք ադրբեջանական կողմից, կարող է վտանգվել Ադրբեջանի պատճառով, ասել է Միրզոյանը։ Խորհրդարանն այսօր 64 կողմ 7 դեմ ձայներով երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունել է Եվրոպական միությանը Հայաստանի անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքը։ Հիշեցնենք, առաջինից երկրորդ ընթերցում որոշակի փոփոխություններ էին կատարվել օրենքի նախագծում։ Նախաբանից դուրս էր եկել առաջին հատվածը՝ Հայաստանի Հանրապետությունը արտահայտելով հայ ժողովրդի միասնական կամքը նախադասությունը։ Քվեարկությունից առաջ տեղի է ունեցել մտքերի փոխանակություն։ Եվրոպական միության Հայաստանի խորհրդարանական գործընկերության կոմիտեն ողջունում է Հայաստանի ազգային ժողովի կողմից քաղաքացիական նախաձեռնության կարգով Եվրոպական միությանը Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրինագծի ընդունումը։
Հրավիրում է Հայաստանի կառավարությանը Եվրոպական միության ինստիտուտներին քննարկելու իրատեսական աշխատանքային պլան, հասնելու պետության ապագայի համար այս ռազմավարական նշանակության նպատակին Եվրոպական միության պայմանագրի 49-րդ հոդվածի եւ Կոպենհագենի չափանիշների լիարժեք պահպանմամբ։ Ինչպես հիշում եք, կառավարությունը առաջարկել էր օրենքի տեքստից հանել նախաբանը, կառավարության ներկայացուցիչների հետ քննարկումներում մենք հանել ենք նախաբանի մի մասը, այն է արտահայտելով Հայաստանի Հանրապետությունը, արտահայտելով Հայաստանի Հանրապետության ժողովրդի կամքը այս հատվածը դուրս է եկել նախաբանից եւ խմբագրել ենք երկրորդ հատվածը Հայաստանի Հանրապետությունը նպատակ ունենալով զարգացնել ժողովրդավարական ինստիտուտները, բարձրացնել հասարակության բարեկեցությունը, ամրապնդել երկրի անվտանգությունը, դիմակայունությունը եւ իրավունքի գերակայությունը, հայտարարում է Հայաստանի Հանրապետության Եվրոպական միությանը անդամակցելու գործընթացի մեկնարկը։ Օրինագիծը հավանության է արժանացել Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում։ Օրինագիծի ընդունումն ինքնին չի հանդիսանում Եվրոպական միությանը Հայաստանի անդամակցության հայտ, այնուամենայնիվ այն հաղորդում է Եվրոպական միության հետ գործընկերության օրացումը նոր մակարդակի հասնելու ցանկություն ունեցող Հայաստանի քաղաքացիների ձգտումը եւ համահունչ է բալանսավորված եւ բալանսավորման արտաքին քաղաքականությանը։ Աշխարհակաղակական զարգացումների պայմաններում նման կտրուկ շրջադարձը եւ քաղաքականությունը տեղափոխում է լրիվ ուրիշ հարթություն, որը լի է վտանգներով, շատ դաժան ու իմ խորին համոզմամբ նաեւ վտանգավոր դրսևորումներով։ Մյուս կարևոր դիտարկումը այն է, որ Հայաստանի Հանրապետությունը ներկայումս շատ հեռու է Եվրոպական միության անդամակցության նույնիսկ տեխնացուի կարգավիճակի համար պահանջվող Կոպենհագենյան չափանիշներից եւ այս չափանիշներին մոտենալու համար մեծ քայլեր պետք է իրականացվեն, առաջին հերթին, ինչպես նշեցինք, հենց ՍԵՊԱ համաձայնագրի շրջանակներում։ Հարգելի գործընկերներ, դուք ուղղակի խճճվել եք ձեր իսկ դիրքորոշումների բազմազանության մեջ եւ ակնհայտ է, որ բոլոր այն դեպքերում, որտեղ որ Հայաստանի Հանրապետությունը փորձ է անում դիվերսիֆիկացնել իր քաղաքականությունները եւ ամրապնդել իր անվտանգությունը, դուք բնականաբար գնում եք հին կոտրած տաշտակի արչև կանգնելու ճանապարհով եւ ինձ հիշեցնում է պարոն նախագահ 004 շրջաբերականի վերաբերյալ, այո, որովհետեւ դա հնարավոր չի մոռանալ, որովհետեւ այդ 00 մենք ուղղակի խնդրում ենք հրապարակել 001, 002 եւ 003-ը։ Ես պատկերացնում թե այդտեղ ինչ էր կան, պարոն Մինասյան։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը կողմ է քվեարկելու այս նախագծին։ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքով նախատեսված կարգով ներկայացրել է պատգամավոր Հովիկ Աղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը։ Միջնորդության հիմքում ոչխարների արտահանումը կազմակերպելու համար $200,000 ապօրինի վարձատրության պահանջն է, նաև գործարարից $23,000 կաշառքի ստացումը։ Պատգամավորների հարցերին պատասխանել է թե գլխավոր դատախազը եւ թե Հովիկ Աղազարյանը, հնչել է նաև ելույթներ, սակայն հարցի քննարկումը չի ավարտվել եւ կշարունակվի վաղը։ Պարզվել է, որ Հովիկ Աղազարյանը, լինելով ազգային ժողովի պատգամավոր, օրենսդիր իշխանության ոլորտում իրականացնելով իշխանական լիազորություններ, հանդիսանալով պաշտոնատար անձ, անձամբ իր համար պահանջել է ապօրինի վարձատրություն, որպեսզի օգտագործի այլ պաշտոնատար անձի նկատմամբ իր ենթադրյալ ազդեցությունը։ Ինչի արդյունքում տվյալ պաշտոնատար անձն իր հերթին ապօրինի վարձատրությունը տվողի օգտին կատարի ակնհայտ ապօրինի գործողություն։ Պետք է արձանագրել, որ առկա են փաստեր ազգային ժողովի 8-րդ գումարման պատգամավոր Հովիկ Աղազարյանի նկատմամբ քրեական օրենսգրքի 438 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով եւ 435 հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով հանրային քրեական հետապնդում հարուցելու համար։ Ես չեմ պատկերացնում, եթե Հովիկ Աղազարյանը շարունակեր մնալ քաղաքացիական պայմանագիր խմբակցության կազմում, արդյոք դուք կգայիք այստեղ նույն միջնորդությամբ։ Այո, կգայի, քանի որ առանց դրա կստացվեր, որ մենք քննությունն արել ենք կիսատ եւ ոչ բոլոր անձանց ենք պատասխանատվության համար կանչել դատարան։ Եթե դուք գործը մի մասը վերցնում եք եւ ուղարկում եք դատարան, եւ այն մարդը, որ հիվանդ մարդ է, կարող է պատահի, չգիտեմ ինչ մեղքեր իր վրա վերցնի, մենակ թե շուտ բռնես ամեն տանջանքից եւ դատարանի որոշումը լինի, որ ինքնին կաշառք առաջարկել, բայց այն պաշտպանվելու իրավունքը որտեղ մնաց, տեկին դատախազ։ Ինչ վերաբերում է ձեր կողմից նշված ճնշումներին, ապա Տիկ Կամովոսյանի կողմից որևէ նման փաստ չի բարձրաձայնվել։ Դուք դրա մասին չգիտեմ ինչի հիման վրա եք ենթադրություններ անում, մնացածը արձանագրված է ձեր առաջ արժև դրված միջնորդագրի մեջ։ Տեսած ձայնագրություններ, այդ մարդը
զապիս արել իր խոսքը եւ ուղարկել է։ Այնտեղ որը մեր իմ ու իր խոսակցությունների մեջ որևէ $23,000 շոշափվել է։ Դուք ոչ մի անգամ չեք հերքում գումարի ստացման փաստը, պարոն Աղազարյան, խնդրում եմ կարդացեք ձեր ցուցմունքները։ Արդյոք այս ժամանակը համադրելի է առհասարակ սովորաբար քննվող գործերի ժամանակի հետ, որտեղ եթե համադրելի է, ապա ես կարող եմ համոզմունք ունենալ, որ գործընթացը այլ կողմերից չի ազդվել։ Պարոն Աղազարյանի անունը որ պահին է շոշափվել այդ գործերում։ Առաջին ոչ վերբալ ապացույցը 2023 թվականի մայիսի որոշման հիման վրա իրականացված թվային խուզարկության արդյունքում ձեռք բերված տվյալն է։ $20,000 առաջարկել են, ենթադրենք, եւ ես մերժել եմ, ենթադրենք։ Բա այդ դեպքում դրանից 20 օր հետո, ամսի 28-ին, երբ որ ներքին դիտումա իրականացում նորից են գործի շրջանակներում այդ վարորդական իրավունքների 7-րդ էջում, Սլավիկ Կարապետյան ասում է, ինչ եղավ ախպեր այդ ոչխարների գործը։ Սլավիկ Պողոսյանը սկսում է արդարանալ։ Հետևաբար խնդիրը այդտեղ է, երկու աշոտների մեջ եւ այդտեղ է, ես այդտեղ որևէ կապ չունեմ։ Իմ քաղաքացիական պայմանագրի գործընկերներից 2 հոգի իմ համար դժվար պահի ես իրացից գումար եմ խնդրել եւ իրանք ինձ օգնել են։ Ոչ $100,000։ Շնորհակալ եմ ամեն լուման ծախսեն իրանք ընտանիքի բարօրության վրա։ Հիմա վաղը չեմ ուզում իրանք այնեն ասել դի կաշառք են տվել Հովիկին, Աղազարյան։ Չի դες բան։ Պաշտպանության նախարարության վարչական համալիրում անցկացվել է զինված ուժերի բարձրագույն եւ ավագ սպայական կազմերի հերթական ենթախմբի ատեստավորման գործընթացի շարային պատրաստության քննությունը։ Քննական գործընթացին հետևել է Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ Դիտարկելով քննական գործընթացը Սուրեն Պապիկյանն ընդգծել է գործընթացի ներդրման կարևորությունը զինված ուժերում որպես բանակի պաշտպանունակության ամրապնդման առանցքային բաղադրիչ։ Ավարտվեց հորիզոնի այս թողարկումը, կարճատև դադար, որից հետո կվերադառնանք նոր տեղեկատվությամբ։ Մենք վերադարձանք, դուք դիտում եք հորիզոնը։ Մարտի 27-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Ղազախստան, ծրագրված է Արարատ Միրզոյանի հանդիպումը Ղազախստանի փոխվարչապետ արտաքին գործերի նախարար Մուրադ Նուրդլեուի հետ, նախատեսված է նաև այլ բարձրաստիճան հանդիպումներ եւ քննարկումներ։
Թուրքիայում զանգվածային բողոքի ակցիաների ավելի քան 1400 մասնակից է ձերբակալվել, այդ թվում լրագրողներ։ Ընդդիմությունը բողոքի ցույցերը կշարունակի շաբաթ օրը, իսկ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարում է, որ պետք է վերջ դրվի դրանց։ Halkımıza geri verecek miyiz? Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալությունից հետո Թուրքիայում ծայր առած բողոքի ակցիաները դեռ կշարունակվեն։ Չնայած իրավապահների հետ տեղի ունեցած բախումներին եւ ձերբակալություններին։ Միայն թե 3 ընդդիմադիր ժողովրդական հանրապետական կուսակցության ղեկավար Օզգյուն Օզելը հայտնել է, որ հանրահավաքի վայրը տեղափոխվում է քաղաքի կենտրոնից դեպի քաղաքի ասիական հատվածում գտնվող Մոլտեպե այգի։ Նոր հանրահավաքը տեղի կունենա շաբաթ օրը։ Նոր անակնկալ կլինի Ռեջեփ Թայիփ Էրդողանի համար։ Մենք կանգ չենք առնում, մենք կշարունակենք անակնկալի բերել, ավելի հզորանալ ու վախեցնել։ Սա ազգի արձագանքն է Էրդողանի ստեղծած անարդարությանն ու խայտառակությանը։ Օզգյուն Օզելն այս ամենը ասել էր հանրահավաքում Էքրեմ Իմամօղլուին այցելելուց հետո։ Երկուշաբթի օրը մեկնաբանելով այդ ամենը, երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել էր, թե այս ամենը կմարի, այս ակցիաներն էլ անվանելով փողոցային ահաբեկչություն։ Արևմտյան լրատվամիջոցները ուշադրություն են դարձրել նրան, որ Թուրքիայում բողոքի ակցիաները չեն լուսաբանում կառավարամետ լրատվամիջոցները։ Միաժամանակ ձերբակալվել են լրագրողներ, որոնք այս ընթացքում լուսաբանել են այդ ցույցերը։ Ձերբակալված լրագրողների թիվը ավելի քան 10-ն է։ Թուրքիայում բողոքի ակցիաները սկսվեցին Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետի եւ նրա թիմակիցների մարտի 19-ի ձերբակալություններից հետո։ Իշխանությունները Էքրեմ Իմամօղլուին մեղադրեցին կոռուպցիայի եւ ահաբեկիչների հետ համագործակցելու մեջ։ Մարտի 23-ին թուրքական դատարանը կալանավորեց Իմամօղլուին։ Ներքին գործերի նախարարությունն էլ պաշտոնից հեռացրեց նրան։ Ի սկզբանե Էքրեմ Իմամօղլուի դեմ ուղղված գործողությունները դիտարկվեցին քաղաքական համատեքստում։ Բանն այն է, որ Իմամօղլուն դիտարկվում է որպես երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր մրցակիցը 2028 թվականի նախագահական ընտրություններում։ Տեղի ունեցած նախնական ընտրություններում նա արդեն 15 միլիոն հոգու ձայն է ստացել։ Իր դեմ գործընթացներից հետո Իմամօղլուն հայտարարություն էր տարածել պայքարի կոչ անելով կողմնակիցներին եւ հերքելով իր դեմ ուղղված մեղադրանքները դրանք զրպարտություն անվանելով։ Թուրքիայի իշխանություններն էլ իրենց հերթին են հերքում մեղադրանքները։ Կրիստինե Ալագուրյան, Հորիզոն։ Վաշինգտոնում կայացել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հանդիպումը Թուրքիայի արտգործնախարար Հական Ֆիդանի հետ։ Սա Էրդողանի վարչակազմից առաջին այցն է Միացյալ Նահանգներ Դոնալդ Թրամփի սպիտակ տուն վերադառնալուց հետո։ Թեմայի շուրջ կզրուցենք Արտյոմ Երկանյանի հետ։ Արտյոմ, արդյոք քննարկվել են Հայաստանի հետ առնչություն ունեցող թեմաներ։ Ոնց հասկանում եմ, այո, թեև պաշտոնական հաղորդագրություններում այսպես բաց տեքստով այդ մասին չի ասվում, բայց դիվանագիտական խողովակներով լրատվամիջոցների ստացած տեղեկությունը վկայում է այն մասին, որ հարցը քննարկվել է։ Մասնավորապես թուրքական հյուրի հետ պարբերականի տեղեկությունները հայտնում են, որ Ֆիդանն ու Մարկո Ռուբիոն քննարկել են Ադրբեջանի եւ Հայաստանի միջև խաղաղության հաստատմանը վերաբերող հարցեր։ Այն մասին, որ այդ հարցը քննարկվել է, անուղղակիորեն վկայում է նաև պետքարտուղարության մամլոխոսնակ Թեմի Բրյուսի պաշտոնական հաղորդագրությունը, այնտեղ բաց տեքստով չի ասում, ինչպես ասացի, ընթերցեմ հատվածը, պետքարտուղարը խնդրել է Թուրքիային նպաստել Ուկրաինայում ու Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանը։ Եվ կարծում եմ իհարկե պատահական զուգադիպություն չէ այն, որ Հական Ֆիդանի Վաշինգտոն այցից առաջ Մարկո Ռուբիոն հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետի հետ։ Վստահ եմ, որ դա նույնպես կապ է ունեցել, ինչպես նաև այն, որ պետքարտուղարության հատուկ խորհրդականը Կովկասյան հակամարտությունների հարցերով Լուիս Բոնոն երկու օր առաջ տարածել էր հայտարարություն, որում անուղղակիորեն նույնպես անդրադառնում է այս թեմային, ընդգծելով, որ հայ-թուրքական սահմանի մարգարայի անցակետի ժամանակավոր բացումը լավ լուր է եւ դա վկայում է այն մասին, որ նման զարգացումները կարող են դրական ազդեցություն ունենալ ողջ տարածաշրջանի մասշտաբով, հա։ Սա նույնպես ակնարկ է այն մասին, որ Թուրքիան կարող է դրական դեր ունենալ հայ-ադրբեջանական խնդրի կարգավորման հարցում եւ նույնպես վկայում է այն մասին, որ Ռուբիոյի Հականի հանդիպման ժամանակ այս հարցը հավանաբար քննարկվել է։ Դե իսկ գլխավոր հարցերը, որոնք քննարկել են Միացյալ Նահանգների եւ Թուրքիայի դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարները, դա իհարկե Ուկրաինան, Գազան, Թուրքիայի նկատմամբ Միացյալ Նահանգների պատժամիջոցների վերացումը եւ
F-35 կործանիչների ծրագրին Թուրքիայի հավանական միանալը։ Նաև հավանաբար քննարկել են նաև Վաշինգտոն Էրդողանի հնարավոր այցի հարցը։ Համենայն դեպս պաշտոնական հաղորդագրություններում նշվում է, որ քննարկել են առաջին դեմքերի հետագա հանդիպումների հեռանկարը։ Եվ օրինակ Bloomberg գործակալությունն է տեղեկություն տարածում այն մասին, որ Էրդողանը հույս ունի, որ իր այցը Վաշինգտոն կարող է տեղ ունենալ արդեն մինչև ապրիլի վերջ։ Իսկ Թրամփը հակված է Էրդողանին ընդունել օվալաձև աշխատասենյակում։ Թրամփի եւ Էրդողանի մինչև արդյունավետ հեռախոսազրույց է տեղի ունեցել մարտի 16-ին, հավանաբար նրանք նաև այս հարցն են քննարկել, իսկ ընդհանրապես նկատվում է, որ Թրամփը օգտագործում է ցանկացած առիթ Էրդողանի հասցեին այսպես կոմպլիմենտներ շռայլելու համար։ Այ օրինակ հունվարի 8-ին նա ասել է, մեջբերում եմ նրա խոսքերը. Էրդողանը իմ ընկերն է, նա մի մարդ է, ում ես հարգում եմ, կարծում եմ նա էլ ինձ է հարգում։ Մինչ այդ դեկտեմբերի 16-ին Թրամփը ասել է. Թուրքիան շատ խելամիտ է գործում։ Վարչապետ նախագահ Էրդողանը շատ խելոք եւ ուժեղ մարդ է։ Նա այն մարդն է, որի հետ ես լեզու եմ գտնում։ Եվ ահա երեք նույնպես այս ոգով է արտահայտվել Թրամփը, ասելով հետեւյալը. Թուրքիան շատ լավ պետություն է եւ ունի շատ լավ առաջնորդ։ Եվ սա հենց նույն այն օրը, երբ պետքարտուղարությունը իր պաշտոնական հաղորդագրությունում նշում է, որ ափսոսանք է հայտնել Թուրքիայում տեղի ունեցած ձերբակալությունների կապակցությամբ։ Արտյոմ, այսինքն կարող ենք ասել, որ Վաշինգտոնի քաղաքականությունը Թուրքիայի հանդեպ փոխվում է։ Դրա նախադրյալները զգացվում են նախորդ վարչակազմի հետ Էրդողանի երկխոսությունը շատ ավելի բարդ էր ձևավորվում, հիշեցնեմ նրա նախատեսված այցը Վաշինգտոն, որը պետք է տեղի ունենար անցած տարվա մայիսի 9-ին, չեղարկվել էր վերջի պահին։ Իդեպ պատահական չէ նաև այն, որ նոր վարչակազմը նոր դեսպան է նշանակում Թուրքիայում, այն էլ բավական ծանրակշիռ պետական քաղաքական գործիչ, այդ պաշտոնը զբաղեցնելու է Դոնալդ Թրամփի մտերիմ ընկեր Թոմ Բարակը, ով նաև խոշոր գործարար է եւ հանրապետական կուսակցության թիմում այսպես ազդեցիկ գործիչ է։ Երեք Թրամփի հետ հանդիպմանը նա անվանել է Թուրքիան, մեջբերում եմ, աշխարհի հնագույն քաղաքակրթություններից մեկը։ Իհարկե նա տեխնացությունը դեռ պետք է հաստատվի Սենատում եւ հավանաբար Սենատում հայամետ սենատորներից մի քանիսը փորձեն բարդ հարցեր տալ Թուրքիայի դեսպանի պաշտոնին հավակնող գործչին եւ այդ հարցերի պատասխաններից կախված կլինի արդյոք նրան կհաստատեն թե ոչ այդ պաշտոնում։ Հիշում ես ժամանակ եղել է, երբ չեն հաստատել հենց այն բանի պատճառով, որ դեսպանի տեխնացուն հայկական թեմայով սխալ իրենց պատկերացման պատասխաններ է տվել։ Իդեպ մամուլ են թափանցել տեղեկություններ, առայժմ չհաստատված իհարկե, այն մասին, որ Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Քրիստինա Քուինը շուտով ետ է կանչվելու եւ Հայաստանում եւս Միացյալ Նահանգները նոր դեսպան են ունենալու։ Եթե դա այդպես է, այդ ամենը վկայում է այն մասին, որ ողջ տարածաշրջանում Միացյալ Նահանգները պատրաստվում են նոր քաղաքականություն իրականացնել։ Իսկ թե ինչպիսին կլինի այդ քաղաքականությունը ժամանակը ցույց կտա։ Շնորհակալություն Արտյոմ։ Գազպրոմ Արմենիա ընկերությունը հայտնում է, որ մարտի 28-ին գազամատակարարման պլանային դադարեցում է նախատեսվում Երևանի կենտրոն վարչական շրջանի մի հատվածում։ Գազպրոմ Արմենիա ընկերությունը տեղեկացնում է, որ նոր կառուցված գազատարը գործող գազատարի ներմիացման աշխատանքներ իրականացնելու նպատակով մարտի 28-ին ժամը 10-ից մինչև ժամը 14-ը կդադարեցվի Երևան քաղաքի կենտրոն վարչական շրջանի Սայաթ Նովայի, Ալեք Մանուկյան, Մանուկ Աբեղյան, Չարենցի փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների եւ հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը եւ խնդրում պահպանել անվտանգության պահանջները։ Գազամատակարարման դադարեցումների մասին տեղեկատվություն ստանալու համար բաժանորդագրվեք Գազպրոմ Արմենիա ընկերության Տելեգրամի ալիքին։ Այսքանը կհանդիպենք ժամը 22-ին հորիզոնի գլխավոր թողարկմանը առայժմ։